Բարի առավոտ հարգելի հետևորդներ, ABC Media-ի ուղիղ եթերում լուրերի թողարկումն է, ես Գառնիկ Թարյանն եմ։ Խաղաղություն $1 միլիարդ անդամավճարով, Փաշինյանն արդեն Շվեյցարիայում է։ Նա այնտեղ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով, մասնակցելու Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրմանը որպես նախաձեռնության համահիմնադիր։ Հիշեցնեմ, որ Փաշինյանը համաձայնել էր դառնալ Գազայի հարցի խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ։ Իհարկե, այս խորհուրդը նախատեսում է լայն լիազորություններ, բայց միևնույն ժամանակ յուրաքանչյուր անդամ պարտավոր է ներդնել $1 միլիարդ։ Իսկ որտեղից է Փաշինյանը վճարելու այդ փողը, դեռ պարզ չէ։ Բայց նախքան Փաշինյանը կգնար Դավոս, այնտեղ քննարկման մեկ սեղանի շուրջ հավաքվել էին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները։ Երկուսն էլ խոսում էին խաղաղության մասին։ Վահագն Խաչատուրյանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կհաջողեն եւ կբացեն սահմանները։ Ալիևն էլ հայտարարում է, որ պատերազմի էջը փակված է։ Իսկ ինչ է թաքնված այս հայտարարությունների տողերի արանքում, ինչ է քննարկվում Դավոսում Հայաստանի շուրջ եւ ինչ գին կարող են ունենալ այդ հայտարարությունները, փորձագետն է մեկնաբանել։ Արլիվը նոր եւ նոր կախվածության կետեր է ձևավորում։ Իսկ եթե մի օր արթնացավ ու ասաց Սևանը ինձ պետքա տակ, չէ՞ որ ես ասել եմ պետքա վերցնեմ Սևանը, ու դուք ասեք չենք տալու, բայց ահապարզվի ամբողջ ձեր առևտուրը հիմա Ադրբեջանով է, Հայաստանը ներկայացնողները Հայաստանի շահերից չեն խոսում, անձնական դաշտի շահերը չես կարող քո իշխանություն պահելու շատ ներկայացնես ազգային, չի կարա մի իշխանություն, որը սատարում է քո թշնամին, լինի լավը քո երկրի համար։ Իսկ նախքան Դավոս գնալը Փաշինյանը հասցրել է այստեղ, Երևանում էլ խոսել խաղաղության մասին։ Նա ազգային ժողովում հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով կատարյալ խաղաղություն է։ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերն էլ միանալու են եւ փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են եւ արտահանման եւ ներմուծման հնարավոր պայմաններից։ Եթե դուք մեր փաստաթղթերի դինամիկային հետևեք, քաղաքականությունը կամաց երկրորդ պլան է մղվում եւ առաջին պլան է մղվում ներդրումային ծրագիրը։ Այսինքն սա դառնում է տնտեսական ծրագիր։ Հական Ֆիդանի հայտարարությունն էլ ոչ թե աջակցություն է Նիկոլ Փաշինյանին, այլ Թուրքիայի դիրքորոշումն է խաղաղության գործընթացի նկատմամբ։ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով Թուրքիայի հետ էլ, Ադրբեջանի հետ էլ հարաբերություններում ունենք շոշափելի հաջողություններ։ Նախարարը խոսել է նաև թրիփի մասին։ Բազմաթիվ տեղեր մեջ բերել, որտեղ ասում են, որ Հայաստանը ինքնիշխան եւ իրավազոր, իրավունք է, ինչ հարցում, անքննելի, ասում են, քննարկման ուղիղ գրած է, չի կարող քննարկվել եւ բացարձակ է։ Մի 10 քանի տեղ իսկապես կարելի է հաշվել եւ այդ թիվը մի հատ ասել, էլի։ Արտաքին վտանգներից զատ ներքին ազդակներն են հուշում երկրի ներսում ձևավորվող վտանգավոր նախադեպերի մասին։ Գործող իշխանությունը եկեղեցուն դարձրել է թիրախ, ազգային ժողով կառավարություն տարվա առաջին հարցուպատասխանի ժամանակ ընդդիմության հարցերի շարքում նաև այս արատավոր երևույթներ։ Դուք կարաք շատ սիրուն խոսեք, ժողովուրդ, բայց ամբողջ երկրով տերոր է ենթարկում, Նիկոլ Փաշինյան, ոստիկանություն, ԱԱԾ հասել են այնտեղ, որ երեք Մասյատոթը թեմի տեր հայրը ստիպված է հայտարարություն արել, այսօր նորից ասել է, որ արտաքին ճնշման ազդեցության տակ եմ արել հայտարարություն, ինչքան է սիրուն խոսեք, վաղը այդ ամեն ինչը պարզվելու է, ամբողջ ԱԱԾ-ն դուք զբաղացրել եք եկեղեցի դեմ պայքարով։ ԱԱԾ օպերլիազորը պարտավոր է այդ թվում հակահետախուզական պրոֆիլակտիկ աշխատանքներ անել, այդ թվում հոգևորականների հետ։ Եվ մենք այդ ուղղությամբ շատ ակտիվացրել ենք հակահետախուզական պրոֆիլակտիկ աշխատանքները, որպեսզի այդ թվում մեր հոգևորականներին, ովքեր հայտնվել են մեր գնահատմամբ օտարերկրյա հատուկ ծառայությունների տեսադաշտում, որպեսզի մենք նրանց խորհրդատվություն տանք, որպեսզի նրանք չհավաքագրվեն, իսկ եթե հավաքագրվել են, վերահավաքագրվեն։
Մասյացոտնի թեմի ոսկե տափի Սուրբ Սահակ Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես Քահանա Հակոբյանը հրապարակայնորեն հայտարարել է, որ զղջացել է վարչապետի կողմն անցած եպիսկոպոսների եւ քահանաների շարքին միանալու համար։ Տարածած հայտարարության մեջ նա նշում է, որ իր նախորդ դիրքորոշումը եղել է արտաքին ազդեցության, հոգեկան լարվածության եւ վիճակը ճիշտ չգնահատելու հետևանք։ Այդ հայտարարությունը չի արտահայտում իմ իրական միտքն ու համոզմունքները։ Ես վերահաստատում եմ Մասյացոտ ընթեմի հոգևորականներից 1701-2026 թվականի հայտարարությունը։ Իմ ծուխի սիրելի անդամներ, իմ ողջ ծառայության ընթացքում ես փորձել եմ հավատարմորեն ծառայել ձեզնից յուրաքանչյուրին, պահպանելով Սուրբ եկեղեցու կարգը եւ նույն պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ այսուհետ եւս շարունակելու եմ իմ սպասավորությունը։ Խոնարհաբար հայցում եմ ամենքիդ ներողամտությունը եւ խնդրում եմ հիշել ինձ ձեր աղոթքներում։ Սակայն Մասյացոտնի թեմը շարունակում է ահազանգ հնչեցնել։ Վեդիի համայնքապետարանի աշխատակիցներն այցելել են Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Հովսեփ Սարգսյանին եւ փորձել համոզել միանալ թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։ Ավելի վաղ ահազանգ էին հնչեցրել նաեւ թեմի մյուս հոգևորականները, հայտարարել, որ սպառնում են ու ստիպում միանալ պաշտոնանկ եղած Գևորգ եպիսկոպոսին։ Ինչ սպառնալիքների մասին է խոսքը, ինչպես է իշխանությունը փորձում ճնշել հոգևորականներին եւ ինչ քայլերի է դիմում եկեղեցին, բացառիկ մանրամասները ABC մեդիային հայտնել Հովսեփ Քահանա Սարգսյանը։ Ես կտրականապես մերժել եմ եւ շեշտադրել եմ, որ հավատարիմ եմ եկեղեցու բարդ ու կանոնին եւ հավատարիմ եմ լինելու։ Ես իհարկե խոսել եմ նոր նշանակված հայ Սուրբի հետ, ով մեր հոգեվոր եղբայրն է, մտերմիկ զրույց ենք ունեցել։ Մեր զրույցից հետո հայ Սուրբը հեռացել է եկեղեցուց, հետո հանդիպում այլևս իհետ չեմ ունեցել։ Հրաժարականի դիմում է ներկայացրել սոցիալփոխնախարար Դավիթ Խաչատրյանը, սակայն նրա հրաժեշտի հայտարարությունն աչքի է ընկել մի հանգամանքով։ Արդեն նախկին փոխնախարարը շնորհակալություն է հայտնել բոլորին, բացի անմիջական ղեկավարից Արսեն Թորոսյանից։ Շնորհակալություն է հայտնել կառավարական կաբինետի տարբեր ներկայացուցիչների, Փաշինյանին, փոխվարչապետներին, Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանին ու մյուս գործընկերներին։ Միտումնավոր է արդյոք Զեղչեր Թորոսյանի անունը, դեռևս պարզ չէ։ Միջազգային լրահոսից Թրամփը ելույթ է ունեցել Դավոսում համաշխարհային տնտեսական գագաթնաժողովի ժամանակ։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ռազմական ուժ չի կիրառելու Գրենլանդիայում։ Միացյալ Նահանգները պետք է անհապաղ բանակցություններ սկսի Գրենլանդիան ձեռք բերելու համար։ Գրենլանդիան հսկայական չհսկվող կղզի է, որն իրականում Հյուսիսային Ամերիկայի մաս է կազմում, ասել է նա։ Թրամփը խոսել է նաև իր եւ Զելենսկիի հանդիպման մասին ու ասել, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահները հասել են այնպիսի փուլի, որ հիմա էլ կարող են հանդիպել ու պայմանագիր կնքել։ Իսկ Գրենլանդիայի իշխանությունը կղզու բնակիչներին կոչ է արել առնվազն 5 օրվա պաշար ունենալ։ Հայտարարությունն արել է գյուղատնտեսության նախարարը, միևնույն ժամանակ մարդկանց վստահեցնելով, որ նրանց որևէ տեսակի վտանգ չի սպառնում։ Դավոսում Ֆրանսիայի նախագահի արևային ակնոցով ելույթը բառացիորեն վայրկյանների ընթացքում տարածվել է ամբողջ համացանցում։ Մարդիկ մտածում էին, թե ինչու է նա արևային ակնոցով, փակ տարածքում։ Մամուլը փորձում է կռահել Ֆրանսիայի առաջնորդի կինը Բրիջիտն է արդյոք կրկին ապտակել նրան, կամ գուցե նա հարված է ստացել բռնցքամարտի ռինգում։ Ֆրանսիայի նախագահն արևային ակնոցով է հայտնվում տեսախցիկների առջև անցյալ շաբաթվանից, երբ հանդիպում էր ֆրանսիական ռազմաօդային ուժերի հետ։ Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում է հիմնականում անպամած եղանակ, բայց առանց տեղումների։ Առանձին շրջաններում քամին կուժգնանա։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Շնորհակալություն ուշադրության համար, մենք կհանդիպենք ժամը 12-ին, մաղթում եմ արդյունավետ աշխատանքային օր, առայժմ։